Նկարագրեմ ինչպես է մեխանիզմը աշխատելու։ Ֆիզիկական անձանց դեպքում գործելու էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաեւ տրամադրել իր հավելյալ կապի միջոցներն, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ իր հարթակում ծանուցում է տեղադրվել։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու աշխատել հաջորդ քայլը, այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին դա այն է, երբ ծանուցողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումը ավտոմատ փոխանցվում է փոստին եւ փոստը այն ծրարավորում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո ծանուցումը 7 օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել այն կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար ԿՏՄ հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում եւ ազդարարում տեղադրվելուց 7 օր հետո անձը համարվում է այլևս պատշաճ ծանուցված։